բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, այսօր մայիսի 28-ն է, օրվա խորհրդի հետ կապված նախ ձեր խոսքը եւ մենք տեսանք վաղ առավոտյան կառավարվածահար է իրար նախամուշ քաղաքում եւ թերեփությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շատ իր խոսքում մի երկու ռակատկա ցույց տա, որովհետեւ ասում են այնքան այդ բան բասել, որ ինքը զորահանդես է անում, որ ցույց տա իր գնաց զենքերը։ Ես կխնդրեմ այս մասով, թե սա ձեր հետևում կդրեք մի լուսանկար, որը խայտարակ պատկերն է առաջին հերթին իրենց եւ ի վերջո քարագլուխ պատերազմ վերողները, պատերազմի իրական սպառնալիքները եւ ինչպես պարոն Ռուբեն Վարդանյանն էր իր ուղերձում գրել, բարոյականության որ սկզբունքով են զորահանդես անցկացնում, երբ մեր հայրենիները 6 տարի շարունակ խոշտանգում են Բաքվի բանտում։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ ամենից առաջ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս առաջին հանրապետության, մինչ այդ դա կոչվում էր մեր անկախության օրը, որովհետև առաջին հանրապետությունը տևական ժամանակ ինքնիշխանությունից զրկված, բայց միևնույն է պայքարող Հայաստանի համար, իսկապես մեծ եւ լուրջ տոն է։ Ուզում եմ ասել, որ առաջին հանրապետության օրը մեզ բոլորիս պարտավորեցնում է տեր կանգնել այն արժեքներին, որոնց համար պայքարել են եւ Գարեգին Նժդեհը եւ առաջին հանրապետությունը կազմած հայ հեղափոխական դաշնակցությունը եւ ըստ էության դա Սարդարապատի խորհուրդը բերող եւ մեր հաղթանակները խորհրդանշող օր է։ Այսինքն այսօր անկախ ամեն ինչից, թե ինչ տեղի ունեցավ հրապարակում, ինչպես տեղի ունեցավ, նա իսկապես մեծ տոն է եւ դրա խորհուրդը ամսի 7-ի, հունիսի 7-ի ընտրություններից առաջ հետևյալն է, որ մենք բոլորս մեր ինքնիշխանությունը պահելու ենք, տեր ենք լինելու Հայաստանին եւ այս օրը ըստ էության ոչ թե Հայաստանի այն ծաղրապատկերի օրն է, որ քաղաքացիական պայմանագրի ղեկավարը դարձրել է կրծքանշան եւ մանրադրամ ու ամենտեղ բաժանում է, այլ ըստ էության մեր պատմական Հայաստանի օրն է։ Ուստի շնորհավոր հայոց աշխարհ Արարատով, Արցախով եւ այն մեծ ազգային երազանքներով, որ մենք ունենք, մենք պետք է գնանք առաջ հասկանալով, որ մենք պետք է խաղաղ լինենք մեր լեռների պես, գործենք մեր օրենքների եւ մեր արժեքների համապատասխան եւ ամեն ինչ ճիշտ կլինի։ Իսկ հիմա անդրադառնանք այո նախընտրական այդ բոլոր քարաշչական գործիքներին, որ քաղաքացիական պայմանագիրը հանձին Նիկոլ Փաշինյանի փորձում է այսպես գործադրել, դրանք իհարկե չի ասի թե արդյունավետ են, բայց իրականում բավական մեծ ցավ եւ կարելի է ասել նորից նվաստացում են պատճառում հայ ժողովրդին։ Ինչու նվաստացում, որովհետև տեսեք, ես կուզենայի շնորհավորել հայոց բանակին, այսօր նաև հենց առաջին հանրապետության տոնի առթիվ, նշելով մի կարևոր բան, որ հայոց բանակը դա որևէ կուսակցության, չգիտեմ, բանակ չէ, դա ամբողջ մեր հայկական, պատմական ավանդույթները, ռազմի ուժը խորհրդանշող կառույց է, եւ իմ համոզմամբ ես մեկ-երկու լուր դիտարկեցի, որտեղ շատ ահազարհուր ձևակերպում կար նոր բանակ, նոր սպառազինությամբ, ուզում եմ ասել, որ մեր բանակը նոր չէ եւ այսօր Հայաստանի Հանրապետության հրապարակով անցնող բոլոր զինվորները, այրերը եւ աղջիկները, կանայք, նրանք բոլորը մեր Արտաշիսյան թագավորության ժամանակից սկսած Կիլիկիայով, Բագրատունյաց արքայությամբ եւ առաջին հանրապետության զինվորականների եւ ռազմական ուժի ավանդույթների կրողն են։ Ոչինչ որ մեր այն խորհրդանիշը, որը մշակվել էր անկախացած Հայաստանի Հանրապետության բանակի համար փոխվել է, չնայած դա իհարկե եւս անթույլատրելի էր, որովհետեւ առանց որևէ հանրային քննարկման Վահանի վրայից հանել էին Արեգնախաչը։ Իսկ Արեգնախաչը 4000-ամյա հնություն ունեցող նշան է եւ ինքը Վահանի վրա պետք է լիներ որպես պաշտպանիչ, ասում են արծվի այսպես կտուցն են բացել, բայց այդ փոփոխությունները ես կարծում իրականում սակայն խեղաթյուրում էին եւ
Վահանի վրայից հեռացված արեգնախաչը ցույց է տալիս դարձյալ պատմությունից հրաժարվելու եւ նորով պատճուճվելու այդ մոլուցքը, որ համակել է Նիկոլ Փաշինյանին եւ որը ինքը ներշնչում է իր թիմին։ Մեր բանակը նոր չէ, մեր բանակը հինավուրց է, հազարամյա է եւ այդ սպառազինություններն էլ ես չեմ կարծում, որ նրանք նոր են, ինչ էլ գնել են դա ոչ թե ինչ որ մեծ այսպես ձեռքբերում է, այլ այն պարտականությունն է, որը ունի յուրաքանչյուր իշխանություն, որ կանգնելով այդ իշխանական բարձր ղեկին ինքը պարտավոր է անել։ Եվ ցավով իհարկե այս պահին ես հիշում եմ նաև այն միլիոնների միլիարդի հասնող ռազմական տեխնիկան, որ ավարի պես բաժին ընկավ Իլհամ Ալիևին, որը ստեղծել էր իր ռազմավարի պուրակը։ Այսինքն մենք այս զորահանդեսը այդուհանդերձ դիմավորում ենք մեծ ցավով եւ դրա նաեւ պատճառը այն է, որ տեսեք այսքան ժամանակ մեր պատերազմական ձախողումներից հետո, որի պատճառը վատ զորահրամանատարությունն էր, մի զորավարժություն, այսպես եւ միջազգային եւ տարածաշրջանային տեղի չի ունեցել։ Ուստի իմ կարևորագույն մաղթանքը նաև հայոց բանակին, ոչ այդպես ինչպես ասում են Հայաստանի զինված ուժերին, իրենք հայոց բանակն են, այսինքն հայքից սկսած մինչև Հայաստանի Հանրապետություն, դա ունենալ զորավարժություններ։ Մենք եւ տարածաշրջանային հարևաններ ունենք, այնպիսին ինչպիսին Իրանն է եւ ճիշտ է հապկում ամեն ինչ սառեցված է իրենց իսկ ներկա իշխանությունների այսպես գործունեության հետևանքով, բայց միևնույն ժամանակ եկեք հիշենք, որ մենք նաեւ ՆԱՏՕ-ի հետ ունեցել ենք գործընկերության պայմանագիր եւ հիմա ունենք ոչինչ, այսինքն 0 զորավարժություններ եւ մեր բանակը հիմա եթե մի բան փոխել է, ապա դա ասում են զորահանդեսի համար կարված նոր զինվորական հագուստն է եւ ի պաշտոնե ձեռք բերված զենքերն են։ Ես համոզված եմ, որ մենք էլի նորանոր զենքեր ենք ձեռք բերելու եւ ամենակարևորը մաղթում եմ, որ մեր զինվորականները կարողանան նոր զորավարժություններ ստեղծել, որովհետեւ խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդուց։ Դե ես դա եմ ասում, մենք զորահանդես անելուց առաջ պետք է անեինք զորավարժություններ։ Զորահանդեսից առաջ էլ ինքը դες մի հատ բանով հասկացնում էր Ալիևի, որ սա ընդհանրապես այսպես ցուցադրական ամենայն հավանականությամբ իրենից թույլատրությունը վերցել կարող եմ ես ցույց տալ, որտեղ ընտրություններին ուզում եմ եւ պարզել չէ ինչ որ մասն են ցույց տվել, ինչու են ցույց տվել, ինչպես էին կանգնել, որտեղ էին զինվորականները, ի վերջո զորահանդեսը չի անցնում այդպիսի կերպարով, ես ապշած եմ տեսա նաև նախագահ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու գլխարկը, դա ես ասեմ, շատ եմ։ Այդ մարդը երեք չառաջ օրը ես զրուցում եմ Անդրանիկ Միրանյանի հետ, ասել ինքը հատուկ է դա անում, հա, այդպես ձեռքերով բան ուտում է, երեք էլ խոսեց պերաշկուց կարկանդակից, այսպես ասած, որ դե այդպես ուզում է ասել, որ դու կտես այսպես փնթի բան այդպիսին եք, ես ձեզ լավ ճանաչում եմ, դրա համար այդ կերպարի մեջ եմ մտել, չգիտեմ, այդ կերպարը, այս կերպարը ինչ է ուզում ես մարդը ցույց տալ, որ մեզ բանակ պետք չի, իհարկե, որ մենք զինվորական կարգապահություն չունենք, որ պաշտոնական համապատասխան ազդու կեցված, ի վերջո այս ամբողջ, չգիտեմ, ապշած եմ նախ այդ գլխարկները, ինչպես կարելի էր դնել։ Զինվորականների վրա, դուք հավատում եք այս մարդու անկեղծությանը։ Իհարկե ոչ։ Բանակի դեմ այդքան դատական գործեր։ Բանակի եւ ընդհանրապես ամբողջ քաղաքական մեր կարելի ասել ռազմաքաղաքական Արցախի եւ նաեւ Հայաստանի այո գտնվում է դատական գործընթացներում, բայց ես վերադառնամ այդ իմ խոսքին, սա պարզապես անհարգալի կեցվածք է հենց նույն այդ զորահանդեսի հետ կապված եւ չգիտեմ այս զորահանդեսը համարել նախընտրական հաջողված գործիք երևի թե ռազմավարական հաղորդակցությունների կամ PR-ի ոչ մի մասնագետ չի կարող անել, իսկ ինչ դուք խոսեցիք այդ պերաշկու մասին, հա իհարկե դա գագաթն էր, իրոք ինքը փորձում է վերադառնալ 18 թվականին, երբ
երբ ինքը ինչ որ այդպես արշավային հագուստներով էր, ուսապարկով էր, ձեռքը կապած վրան սրտիկ, ուրիշ կերպի, հիմա այդ հիշում եք, չէ, այդ սրտիկը կարմիր, որ իբրև վիրավորված վերքից ծորացող արյուններ, չնայած այն ակնհայտորեն նկարագրված էր, այդ սրտիկից մինչև այսօրվա սրտիկը մենք ունենք պարտված պատերազմներ, 3 պատերազմ, ունենք ռազմագերիներ Բաքվի բանտերում այսօր, որոնց ճակատագրի վերաբերյալ հարցին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը պատասխանում է ծնգլ արեցիք, հետո սրբագրում թե իրեն այսպես տարօրինակ այդ բառով ծնգլ են արել լրագրողները եւ ստորություն է իրեն վերագրել, թե ինքը գերիներին է դա ասել, չնայած ակնհայտորեն հարցը սկսվել էր գերիների մասով եւ ուրիշ որևէ այլ համատեքստ չկար։ Հիմա այս իշխանությամբ զորահանդեսը երևի իրոք պետք է այսպիսին լիներ, իսկ նախընտրական այդ գործիքը, թե պերաշկի ուտողին պետք է ընտրեն պերաշկի ուտողները, ինչ որ առումով գուցե ճշմարիտ է, բայց ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ են ոչ թե պերաշկի ուտողները, այլ կարկանդակ ուտողները։ Եվ պերաշկին ուղղահայաց կամ հորիզոնական դիրքով ուտելը, դա ընդհանրապես բերում է մի փոքր ընտրազանգվածի։ Կարկանդակ ուտողները Հայաստանի Հանրապետությունում չափազանց շատ են եւ իրենք կկատարեն իրենց ընտրությունը, իսկ պերաշկի ուտողները կամ երևի այդ շարքին փորձել է դասվել նաեւ Հանրապետության նախագահի բարձրագույն պաշտոնում գտնվող մարդը, որ ինչ որ սպորտային տարօրինակ գլխարկով գնացել է զորահանդեսին, ինքը դրանով նաեւ վիրավորել է մեր զինվորականներին եւ բանտարկված առավել եւս եւ ընդհանրապես այն մարդկանց, որոնք տեսնեիք ինչ հպարտ քայլքով։ Ես այդուհանդերձ ուզում եմ նշել, որ մեր զինվորականները ի տարբերություն քաղաքական եւ պետական ղեկավարության ունեին շատ արժանապատիվ տեսք, քայլում էին հրաշալի եւ իրենց պարտականությունները միշտ էլ պատրաստ են կատարել եւ այս զորահանդես անվամբ ներկայացվող իրողությունն էլ ցույց տվեց, որ մենք պատերազմներում պարտվել ենք ոչ թե մեր զինվորականների այսպես մասնագիտական ցածր պատրաստվածության կամ վախեցած լինելու պատճառով, այլ որ ղեկավարությունը, իհարկե, նրանք ուղղակի չեն սխալ հրահանգներ, որոնց պատճառով ստեղծվել էր այդ քաոսը 44-օրյա պատերազմի ընթացքում, ջերմուկի պատերազմի ժամանակ եւս սկզբնական շրջանում մենք պարբերաբար քաոսի մեջ ենք եղել, որովհետեւ չես հասկանում, թե գլխավոր շտաբի անընդհատ այդ փոփոխվող ղեկավարները հիմա է կայունացել, որովհետեւ երևի այդ մարդը ռեալ, հա, ինչ որ չգիտեմ։ Դա սարսափելի է։ Այս նախագահ Կոչեցյանն էլ հարցել այդ ընթացքում չի չեք զոհվել։ Հետաքրքիր է։ Զինվորները որ անցնում էին, հիմա ինչ է կարծում, Նիկոլյանի մտքում ասեն չի չեք զոհվել։ Դե գիտեք, երբեք չես իմանա, թե ինչ կարող է անցնել Փաշինյան Նիկոլի մտքով։ Դրանք գիտեք, դա ենթագիտակցական է, իր ենթագիտակցության մեջ ինքը գիտե, ես համոզված եմ հոգեբանորեն դա ապացուցված է եւ Ֆրոյդի եւ մնացածի հոգեվերլուծությամբ, ինքը անընդհատ խոսում է զոհվելու մասին, թե ով ինչու չի զոհվել, որովհետեւ հրաշալի հասկանում է, որ այդ տեղի ունեցած զարհուրելի պատերազմներն էլ իր հրահարման, իր ձախող քաղաքականության հետևանքով են առաջացել եւ ինքն է այդ զոհերի մեղավորը։ Եվ գիտեք ինչ, անդադ աղաղակել, թե չգիտեմ 5000 չէ, 5000-ից չգիտեմ պակաս է կամ այլ թիվ է, դեպ պաշտոնական մենք ցուցակ զոհերի չունենք։ Դրա համար հարձակվել ընտրողների վրա, թե դուք ինչու եք 5000 ասում եւ դուք պետք է զոհվեիք, դա նշանակում է խոստովանել սեփական մեղքը եւ սեփական նյարդայնությունը։ Բացի դրանից երևի իսկապես այս ընտրությունները մենք հետագայում էլի հանդիպելու ենք, կգրանցվեն համապատասխան դասագրքերում, թե ինչպիսի ռազմավարություններ, ընդհանրապես քարոզչական գործիքներ չի կարելի երբևէ իրականացնել։ Եվ այս ամբողջ ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հարձակվում է, թիրախավորել է արցախցիներին, քաղաքացիներին, արաբ կիրցիներին, չգիտեմ, եռագլուխ ինչ որ բան է հորինել նրանց դեմ, բայց իր գլխավոր թշնամին այս քարոզարշավում ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ քաղաքացիական պայմանագրի
քարոզչական եւ ընդհանրապես ընտրական գլխավոր թշնամին հենց ինքը Նիկոլ Փաշինյանն է իր խոսույթով, ձևակերպումներով, պահվածքով եւ վարվելակերպով այդ աղաղակները անպատկերացնելի թե ինչու է չեք զոհվել ընդհանրապես խոսում են այն մասին, որ երևի ամեն գիշեր ինքը երազում տեսնում է այդ զոհերին եւ մտածում է, թե այդ պատասխանատվության սարսափելի բեռից ամբողջ ծերունդ կործանելու ինչպես է դուրս գալու։ Վիճակի հակված մարդիկ երազներ չեն տեսնում։ Գիտեք, ես հավատում եմ Մարկեսին, մոգական ռեալիզմին, որը իր նահապետի աշունը այսպես գրքում ցույց էր տալիս բռնակալի այդ երազները։ Ես կարծում իրականում բռնակալները եւ Հիտլերը իր գրքում եւս գրում էր, նրանք տեսնում են այդ երազները։ Աշոտ Երկաթը, լեգենդար հրամանատար, Սիսական Ջոկատի հրամանատարը։ Դե չէ հիշում դրա մասին, մարդ, որ իբրև թե բանակ է ուզում, իբրև թե չգիտեմ, զորահանդես է կազմակերպում, գոնե այդ օրը կարող էր համաներում հայտարարել, չնայած դա զինվորականը ուժեղ Հայաստանից փակված է, ոչ մեկ չի, այսինքն Ավանեսյան Արթուրը, Այդ չեմ ասում բայն բազմաթիվ ես նկատմամբ, դե սա արդեն Ես ես մի բան ասեմ, այն 15 զոհերը, որոնք ողջ այրվեցին, եւ այդ դատը ընթանում է, այդ զոհվածներից մեկի պապիկին անպատկերացնելի կոպտությամբ հեռացրին, հետո էլ մոր հետ կապվածը, զորահանդեսից առաջ չեմ կարծում, դե իր թիմը ինքը հավատում է, բայց ինչպես նշեցի, այսպիսի տեխնոլոգիաներով, այսպիսի ագրեսիայով իրենք են իրենց վարկանիշը իջեցնում, բայց կա նաև մեկ ճշմարտություն, որ դու քո մեղքերից երբեք չես կարող հեռանալ, քանի տեղի չի ունեցել այդ սուբլիմացիան եւ ինքը իրապես չի հայտարարել, տեսեք Նիկոլ Փաշինյանը սիրում է, չէ, կանգնել ասել այ թող ժողովուրդը վեր կենա ասի, ես կգնամ, չգիտեմ, ես հրապարակում եւ այլն, բայց ինքը բազմիցս առնչվում է այդ ժողովրդին ու մեկը չի անում, ինչու, որովհետեւ վախենում է։ Իսկ ինչից է վախենում։ Ուրիշ կարծիք ունի կամ բերանն են փակում կամ հեռացնում են եւ ինքը ամենտեղ գնում է իր սեփական կողմնակիցներով։ Այդ ուրախ ավտոբուսը կամ սրտիկների ավտոբուսը հենց ինքը իսկապես սրտիկների կարիք ունի։ Ինքը պետք է ընդհանրապես մեղագա եւ հրաժարվի այդ ընտրապայքարից։ Ինչքան կարելի է մտնել ընտրապայքարի մեջ, բայց գիտեք ինչն է խնդիրը, քանի որ ինքը անդադ բոլորին ձերբակալում է, բոլորի դեմ ապօրինի դատավարություններ է սկսում, ինքը մտածում է, թե իր հետ են այդպես վարվելու։ Բայց ես ամենայն անկեղծությամբ ես հավատում եմ, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը, որը հունիսի 7-ին է գալու, բոլորովին երբեք չի գործելու այն մեթոդներով, որոնցով ինքն է գործել, երբեք, մենք երբեք չենք ունենալու Անժելա այնպիսի գլխավոր դատախազ, ինչպիսին նրա օգնական եղած Աննա Վարդապետյանն է, երբեք չենք ունենալու այդպիսի արդարադատության նախարարներ, ինչպիսին այսօր այդ պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանն է, մարդու իրավունքների պաշտպաններ, չգիտեմ դա կհանգստացնի թե ոչ Նիկոլ Փաշինյանին, բայց ես պատրաստ եմ դա երաշխավորել ամեն ինչով, որ մենք երբեք չենք ունենալու այդպիսի իրավապահ մարմիններ եւ իր հետ վարվելու են բացարձակապես օրենքով եւ ոչ թե ապօրինություններով։ Ինքը ինչ որ մի փուլից քարոզարշավի ընթացքում սկսեց ճիշտ եմ ոչը նորից որթեգրեց եմ ոչ ինչ որ 18 թվականին շահեկան չէ նույն խոսույթը նույն հարձակումները այո ագրեսիան ես ասեմ այդ բարամթերքը եւ նույն ոչը նույն կերպը միայն մորուքն է պակասում դե որովհետեւ գիտեք մարդիկ ըստ էության իրականում չեն փոխվում եւ կա մի այսպիսի երևութական, էլի, իլյուզիոն, այսինքն ոչ իրական, բայց համոզում, որ եթե մի անգամ դու այդ գործիքակազմով, այդ ձևով, այդ սրտիկով, որը նկարված էր քո կեղծ կամ վիրակապված ձեռքին, բայց նկարված էր, որովհետեւ ակնհայտ էին սրտիկի այդ պատկերումները, դու հիմա էլ կարող ես ձեռքով ցույց տալ սրտիկ եւ հաղթել բայց ինչպես հին փիլիսոփաներն էին ասում, նույն գետը երկու անգամ չես մտնի, հատկապես այն գետը, որտեղ այլևս ջուրել չի մնացել։
այն ժողովուրդը, որին ինքը խոստումներ էր տալիս նախընտրական, չգիտեմ, վերադարձնելու այդ, չգիտեմ, թալանվածը, եւ մարդկանց խոսում էր, որ ինքը կոռուպցիայի դեմ է պայքարելու, որ ինքը Արցախի ժողովրդի իրավունքներն է վերականգնելու, որ Արցախը Հայաստան է, վաղուց այլևս ակնհայտ է, որ այն բոլոր խոստումները, որ տվել է Նիկոլ Փաշինյանը, ժամանակին նրանք ըստ էության իրականություն չեն դարձել, անգամ ժամանակին իր կողքին կամ թեկուզ հիմա էլ իր կողքին կանգնած ուժերը անընդհատ խոսում են, որ չգիտեմ կոռուպցիայի դեմ այս պայքարը հաջողության չի հասել, իսկ ժողովրդավարությունից մենք հեռացել ենք ասպարեզներով եւ ըստ էության ամսի 7-ին տեղի է ունենալու հենց ժողովրդավարության հաղթանակը, որ գալու են այն ուժերը, որոնք իրապես ձայներ են հավաքելու եւ որոնց նպատակը Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության վերականգնումն է։ Բայց ես կուզենայի նաեւ հատուկ մի շեշտադրման անդրադառնալ այս զորահանդեսի հետ կապված, նշեցինք, որ իսկապես ոչ մի զորավարժություն, պաշտոնական չիրականացնող, իսկ տեսեք, զենք են, չէ՞ ցուցադրում։ Զենքը, որ ցուցադրում ես, ինքը հո ցուցադրական թանգարանի նմուշ չէ, զենքը կիրառելու համար է։ Ընդ որում այսօրվա զորահավաքը ավարտվեց այդպես աղավնիների արձակումով, գիտեք, տարօրինակ զուգադրություններ, աղավնին իհարկե ունի որպես խորհրդապաշտական նշան շատ խորքային համակարգային բացատրություն, բայց զենքի հետ աղավնին, այն էլ 21-րդ դարում, երբ ամենուր պատերազմներ էլ, այն էլ Հայաստանում, որին անընդհատ սպառնում են արևմտյան Ադրբեջանով, ցեղասպանված ժողովրդին աղավնիներ ցույց տալը առավել քան նսեմ է, այո, իսկապես նսեմ է եւ ժողովրդին առավել կոտրող է, բայց հիմա դու այդ զենքը որտեղ ես կիրառել, որ զորավարժությունների ժամանակ, եթե դու զենքը նկատի ես առնում իբրև միայն ցուցադրության համար կամ թանգարանային ցուցանմուշ, ապա դու աղավաղում ես այդ զենքի իմաստը, նա վերածվում է այն Իսկանդերին, որ ինչ որ 10%-ով էր կիրառվել եւ գործել եւ ընկել էր Շուշիի վրա, գիտեք, այն անառիկ Շուշիի վրա, որը ըստ էության հանձնվեց թշնամուն։ Այսինքն զորահանդեսը իր նպատակին չի ծառայում գործնական առումով էլ, բայց եկեք հիշենք նաև բարոյական խնդիրը։ Այսօր այդ զորահանդեսին մի խոսք կամ դրանից առաջ չհնչեց այն հայ զինվորականների մասին եւ ռազմաքաղաքական ղեկավարության, որոնք գտնվում են Բաքվում։ Եվ ես շատ կուզենայի ուղղակի հիշատակել Ռուբեն Վարդանյանի խոսքերը Բաքվի բանտից այս զորահանդեսի վերաբերյալ։ Ես կարծում եմ դրանք շատ կարևոր խոսքեր են։ Այստեղ քննարկում են, այո, այնտեղ Բաքվում էլ քննարկում են, որ մայիսի 28-ին պատրաստվում է ռազմական շքերթ։ Ինձ թվում է դա անբարոյական է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են եւ գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով, զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը ոգով, բարոյական, հայրենասիրական ոգով։ Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայրենասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է այս իրավիճակում։ Երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ։ Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետև համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի այստեղ են, չունեն հարազատներից ֆոտոներ, նամակներ, շորեր ստանալու հնարավորություն, եւ այլ հարց է այն, որ դա որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից։ Գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, եւ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում թիկունքին կանգնած է պետություն։ Բաքվից մեզ ուղված այս դառը խոսքերը այո ցույց են տալիս, որ զինվորականները ապօրինի գերված եւ անգամ չգերված այսօր իրենց թիկունքում սահմանին ապրող քաղաքացիները կամ Երևանում ապրող մարդիկ իրենց թիկունքում չեն զգում պետություն
իսկ այդ բաց թողնված աղավնիները վերածվում են ինչ-որ PR արշավի, այդ ցուցադրված զենքերը, որ չգիտես ինչպես կարող են գործի դրվել, որովհետև նրանք ոչ մի զորավարժության չեն ենթարկվել, դրանք մի կեղծ պատկեր են ստեղծում։ Այսինքն ուզում եմ վերադառնալ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը լսում է իր խորհրդատուներին, այս նախընտրական, ասում են, չէ, հիբրիդային պատերազմի դեմ այսպես պայքարի մի ամբողջ կենտրոնակայան են բացել, բայց այդ հիբրիդային պատերազմը բոլորովին Ռուսաստանը չի մղում այստեղ, ինքն է մղում այդ պատերազմը եւ ինքը իր դեմ է մղում մեղքերի եւ սխալների այն սարսափելի բեռով, որը կուտակվել է։ Գիտեք, սխալների մի չափականակ կա, որից հետո դու այլևս իրավունք չունես ակնկալելու, որ քեզ վերստին ինչ որ բան վստահեն։ Այդ սխալների բեռը եւ քաղաքական եւ ռազմական եւ սոցիալական հոգեբանական գուցե դա է պատճառը, որ ինքը ամենտեղ փորձում է աղաղակել, վիրավորել, թիրախավորել, բայց դրանք բոլորը ապարդյուն են, բոլորը վաղուց հասկանում են։ Ես կարծում անգամ Միացյալ Նահանգների նախագահը, որ չէ, կարծես այսօր ինչ որ զորակցություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին, այդ զորակցության հիմքում էլ ընկած էր, գիտեք, ապարդյուն միջիկ։ Եվ դա ցույց էր տալիս, որ ոչ թե Ռուսաստանն է այսպես ուղակի մասնափորձում մեր ընտրություններում ընտրողների վրա ճնշում գործադրել, այլ բոլորովին այլ ուժեր էլ։ Բայց մի կարևոր շեշտադրում էլ ուզում եմ կատարել, որ Դոնալդ Թրամփը դա ամերիկան չէ, ինքը ընդամենը Ամերիկայի այս ժամանակընթացի նախագահն է, իսկ Միացյալ Նահանգները մի մեծ գերտերություն է, որը ազատության եւ ժողովրդավարության համար է կանգնած, ուստի Թրամփի այդ շնորհավորանքը ծիծաղել։ Հանկարծ Պուտինն է ինչ որ հայտարարություն աներ, չէ՞։ Ինչքան ծիծաղելի կլիներ, այո։ Ազդում են, ճնշում են, ուղղորդում են, բայց այո։ Սկսեցին թուրքերը, շարունակեցին ադրբեջանցիները, իսկ հիմա բայց ես ասում, շարունակեց պարզապես Թրամփը, որը ինքը այսօր այո ցավալիորեն ցեղասպանված ժողովրդին, հրյաներին ցեղասպան դարձրած Բենյամին Նեթանյահուի կամքով առաջնորդվող նախագահներից մեկն է։ Ուստի նրա այդ շնորհավորանքը ուրիշ կերպ չեմ կարող բնորոշել, քան Հայաստանի ընտրողների վրա այսպես հիբրիդային կամ այլ գործիքակազմով ազդելու բավական կոպիտ գործիք, որը անթույլատրելի է, որպես ինքնիշխան անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի արձանագրում եմ դա եւ կուզենայի հիմա տարբեր հարթակներ են չէ ստեղծվել, որ արձանագրում են այդպիսի ինչ որ խախտումները, նմանատիպ ելույթ է դա, որը սակայն էական ազդեցություն չի ունենալու, բայց ցույց է տալիս, թե ինչպես չի կարելի ընտրությունների ընթացքում գործել։ Մենք այդ հիբրիդային գործիքներին չենք ենթարկվելու։ Ինչպես է, ես մարդը կարող է բացահայտ ճշմարտությունը։ Գիտեք, կա մի ժողովրդական խոսք, լեզուն ոսկոր չունի, դա ասված է որոշակի այսպես մարդկանց համար, բայց ցույց է տալիս, որ հին աշխարհում էլ է այդպես եղել, միշտ եղել են մանիպուլատիվ կամ սեփական խոսքից ոչ թե պարբերաբար, կանոնավոր համակարգային հրաժարվող մարդիկ։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ խոսույթը եթե վերլուծենք, հիշենք նաև այսպես իր падգամավոր շրջանի խոսքերը եւ հետագա, այսինքն եւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի եւ իշխանամետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ապա դրանց միջև տրամաբանական որևէ կապ ընդհանրապես գոյություն չունի։ Դա ապացուցված է, բազմաթիվ տեսահոլովակներ են եղել, նույն ինքը ինչպես էր մեղադրում, չգիտեմ, ապրիլյան պատերազմում այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության իշխանություններին, չնայած մենք այդ պատերազմում երևի
կարողացանք իսկապես ժամանակին կանգնեցնել եւ ըստ էության բարենպաստ ավարտ ունենալ, դրա համար որևէ տրամաբանություն փնտրել նրա խոսքերում հնարավոր չէ եւ իմաստ չունի, եւ ընդհակառակը, գիտեք, ծագում է առերևույթ հիմնավոր կասկած, որ եթե ինքը ասում է, որ դա չի լինելու, ուրեմն ինքը գիտե, որ դա լինելու է։ Հա, այսինքն, որովհետեւ պարբերաբար ինքը հայտարարում, այո, Ռուսաստանի կողմից մենք տեսնում ենք, որ բավականին խիստ պատժամիջոցներ, այո։ Իմիջիայլոց, որ Թրամփի մասին խոսում եք, տեսեք, այնպես չի, չէ, որ գազը ուրիշ երկրների հետ համատած 3-4 անգամ էժան է վաճառվում, որ ամենամեծ ապրանքաշրջանառությունը շարունակվում է Ռուսաստանի հետ մնալ, որ մեր երկրի 70%-ից ավելին գրեթե այդ Հայաստան-Ռուսաստան այդ հարաբերությունը, որ կարողանում է ապրել, ֆինանսական Տնտեսական ամբողջ համակարգը կառուցված է ԵԱՏՄ-ում Ռուսաստանի փոխգործակցությամբ։ Բայց հիմա մենք տեսնում ենք ինչ քայլեր, օրինակ ձգի հետ կապված, ծաղիկի հետ կապված, այդ չեմ ասում, որ գազի հետ կապված նախոսակցություններ կա, որ կարող են Գազի գինը փոփոխվսակագինը։ Դուք լեզվի մասի վրա լեզվի Ոսկոր։ Պարզվեց, որ մենք գազ ունենք, դրա մասին չգիտենք, այսինքն Դե դա գիտեք ինչ, ինքը ես ասեմ ինչի առջև կարող է կանգնել 3 միլիոնից հայությունը, որ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում եւ նաեւ նորից եմ կրկնում այս կապը, որ կա, այլ չեմ ասում դերված համարակարգ դաշնակիցն է, ինչ աղետի առջև կարող են կանգնել մենք։ Գիտեք, քանի որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ Պրահայում կատարված դրանց հետևանքով իրենց ամբողջ քաղաքական ուղեգծի հետևանքով մենք ցեղասպանություն ստացանք, Արցախահայության էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը, այսինքն դա արդեն կայացած փաստ է, որևէ մեկը չի կարող հերքել, ապա ակնհայտ է, որ նախադեպը ունենք եւ այդ նախադեպերը այս ժամանակընթացին ամբողջ ձգձգված տևական պահերին չեմ տեսել որևէ բան, որ իրենք ավարտել են բարեհաջող։ Անգամ իրենց գծված ճանապարհները ասֆալտը լվացվեց եւ հեռացավ, դպրոցներ կառուցեցին, բայց դրա բազմապատիկը փակեցին, ուստի գազի մասին պնդումները հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի մասնագետ է, հիմա էլ գլխավոր երկրաբանն է, հա, պարզել է Հայաստանում ցավոք սրտի պետք է ասել, որ գազի պաշարներ չկան, մեր երկրաբանական հանրույթը դա կապացուցի եւ բավական է էլի մարդկանց խափել ինչ որ ճղճի այսպես գաղափարներով, որ էս է մենք կամ շատ փող կստանանք եւ թանկ գազ կգնենք, Եվրոպան ինքը չի կարողանում այդքան փող աշխատել որտեղից է, դրանք պարզապես արդարանալու ինչ որ ճիգեր են եւ նկատելի է, որ սահմանային իրավիճակներում գտնվող Փաշինյանը ավելի շատ եւ ավելի առասպելական բաներ է ասում եւ կարծես գիտեք ցանկություն ունի վերադառնալու երկրի հակառակ կողմը։ Երկրի հակառակ կողմում հանգիստ էր, այնտեղ չկար այդ խնդիրը գազի սակագնի կամ գիտեք պարբերաբար լցնել այդ սարսափելի բացասական պիտակավորող տեղեկատվություն եւ գնահատականներ Ռուսաստանի հանդեպ, հետո հայտարարել, որ դու Վլադիմիր Պուտինի լավ գործընկերն ես, չէ։ Հա, չեմ հիշում քանի 100 անգամ իդեպ 44-օրյա պատերազմին էլ որ հավաքում էր արտախորհրդարանական ուժերին, ասում էր ես անընդհատ խոսում եմ Վլադիմիր Պուտինի հետ, չգիտեմ ինչի մասին է խոսում է եւ այդ խոսելու արգասիքը որն է, դրանք բոլորը հակասությունների ինչ որ անհեթեթ կծիկներ են, ինչպես ասացի, անտրամաբանական, այնպես որ այս բոլոր քայլերը կամ իրենց պնդումը, որ մենք դուրս չենք գա ԵԱՏՄ-ից, ես դա էլ չեմ հասկանում, գիտեք, դու անընդհատ թիրախավորում ես Ռուսաստանին, իսկ հետո ասում ես, որ չէ, ես դուրս չեմ գալիս, բայց բնականաբար դա քո հանդեպ առաջացնում է ագրեսիա, Եվ բայց ամենասարսափելին գիտեք որն է, որ ոչ թե իրենց հանդեպ, որովհետև իրենք այն մարդիկ չեն, որ Ռուսաստանի հետ տնտեսավարում են։ Իրենք այն տնտեսավարողներից ստացած հարկերով իրենց պարգևավճարներ են գրում։
իսկ տնտեսվարողները եւ այնտեղ գումար աշխատողները, Հայաստան ուղարկողները եւ այլն, այն նրանք իրենց վրա են զգում։ Այն վարորդները, ես նայում էի երեք այդ իրենց բեռնատարներով կանգնած, իրենց դժբախտ նսեմացած կերպարը, իրենք են Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հայտարարությունների ամբողջ ծանրությունը իրենց վրա կրում։ Այդ իրենց ելակն է մնում եւ որակազրկվում եւ փչանում ու աղբար գնում։ Այո, այսինքն ժողովուրդը պետք է հասկանա, որ իշխանության քայլերի ամբողջ բեռը ընկնում է միայն իրենց վրա։ Իշխանությունը դա անհատ չէ, հասկանում եք, անհատը, երբ Նիկոլ Փաշինյանը անհատ падգամավոր էր, ինքը կարող էր խոսել եւ ինչ թիրախավորում ասես, ուղղորդել դեպի ԵԱՏՄ-ն։ Հիշում եք, ելքը մտավ քաղաքականություն, դա էլ հիշեցնեմ, ԵԱՏՄ-ից դուրս գալու, չէ, այդ կարգախոսով։ Դա ելքի այդ, չգիտեմ, ընտրազանգվածի բանալիներ։ Բայց հիմա դուրս գալ, երբ դու չունես տնտեսական կապեր, ինչ են արել, օրինակ Միացյալ Նահանգները Թրամփը ինչով է օգնելու ոչ թե Նիկոլ Փաշինյանն, այլ Հայաստանի Հանրապետությանը, այդ ինչ ճանապարհներ են առաջանալու, ինչ ճանապարհներով ենք մենք գնալու, ենթադրենք Միացյալ Նահանգների հետ ինչ որ տնտեսական գործունեություն ծավալելու, չգիտեմ, էներգետիկ, տնտեսական կամ գյուղատնտեսական այդ որ ապրանքներն են, որ կարող են հասնել Միացյալ Նահանգներ եւ այնտեղ իրացվել։ Այսինքն այդ նախընտրական օրերին ես կարծում եմ դրանք քաղաքացիներին, ընտրողներին ուղված փաստորեն տեղեկատվական հոսքեր են, որ հասկացեք, թե դուք ում եք ընտրում եւ ձեզ այսքան տարի ղեկավարողները ինչպիսի ապագա են ծրագրում գոյություն չունեցող գազի կամ ավելացող գումարների, որոնց շնորհիվ կկարողանան այն գնել։ Գիտեք, երևի իսկապես ճիշտ է, էլի, որ պարբերաբար այսպես տեղի են ընտրություններ եւ այդ ընտրություններին մասնակցող ուժերը ներկայացնում են իրենց իրական կերպարը, ոչ թե այդ հորինովի գեղեցիկ հովվերգական, այլ իրենց իրական կերպարը։ Իսկ քաղաքացիական պայմանագրի իրական կերպարը փաստորեն սա է, այդ ագրեսիվ հարձակումներն են, ոչ մի տնտեսական, սոցիալական, քաղաքական հաշվարկներով չհիմնավորված պնդումները, կարծում եմ մենք չենք հասնի այն պահին, որ հանկարծ քաղաքացիական պայմանագրից հայտարարեն, թե մի անհանգստացեք, ձեր ելակը օրինակ Ադրբեջանում կամ Թուրքիայում կգնեն, կամ ձեր ծաղիկները այնտեղ կգնեն, որովհետև նրանք դրա կարիքի իհարկե բոլորովին չունեն։ Այսինքն մենք գտնվում ենք հիմա ճիշտ ժամանակաշրջանում, արդեն իրականությունը բոլորին հասանելի է դառնում, եւ ես կոչ եմ անում հունիսի 7-ին բոլորին գնալ ընտրությունների եւ ընտրել այն ուժերին, որոնց իրական ծրագիրը եւ իրական պահվածքը, անցած ճանապարհը եւ փորձը ցույց են տալիս, որ նրանք վստահելի են։ Շնորհակալ եմ։